գրկես իզուր տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում է, առաջի հայացքը ողջերս։ Ծառան դիրատիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։ Բարի առավոտ, սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը ամեն առավոտյան եւ այսօր մեզ միացել է մեր սիրելի վերջապես երկար դադարից հետո մեզ միացել է մեր սիրելի Սեդրակ Խոշաֆյան եղբայրը, որին շատ հետաքրքրությամբ լսում ենք եւ արդի թեմաներով ենք թեմաներ է շոշափում աշխարհում բաներ, որոնք պետք է անպայման ուշադրություն դարձնենք եւ հասկանանք եւ ինչու՞ չէ, սա նաեւ ցույց է տալիս մեր Հիսուս Քրիստոսի երրորդ գալուստը, չէ, երկրորդ գալուստ, ասում եմ երրորդ։ Այո, Սեդրակ եղբայր, բայց գիտես ես նախ ուզում եմ բարևեմ եւ շնորհակալություն հայտնեմ, որ միացել եք մեզ վերջապես եւ իդեպ ասեմ, որ շատ էին գրում Աբրամ եղբայր, բա Սեդրակ եղբայրը ուր է, ինչի չի միանում մեզ, կարոտել ենք, ուզում ենք լսենք։ Այո, Սեդրակ եղբայր։ Ես ուզում եմ մի հատ բան ասեմ, երրորդ ասեցի, երրորդ գալուստ, բայց իրականում եթե խորը փորձենք ավելի, այսպես ասած, ուսումնասիրենք, իրոք երրորդ գալուստը, այսինքն առաջինը երկրային իր կյանքը, որ խաչվեց եւ հարություն առավ, երկրորդը, որ նա եկավ մեր կյանքի մեջ, մեր սրտի մեջ, սա էլ է գալուստ։ Այո։ Եվ երրորդ գալուստը, որ հայտնապես պետքա տեսնենք դրան եւ հափշտակությունը վերապրենք։ Իսկ մինչ այդ բաներ են տեղ ունենում աշխարհում, որոնց դու նաեւ այսպես ասած բնութագրել ես այս խոսքով այրվող մորենի եւ շարունակում ենք այդ այրվող մորենու թեման, որը մեզ ստիպում է կանգ առնել եւ նայել տեսնել ինչ է կատարվում մեր շուրջը եւ Աստված նրանց միջոցով ինչպես է խոսում մեզ հետ։ Սեդրակ եղբայր, խնդրեմ, մենք ուրեմն երկ չենք ունենա այսօր, միանգամից կանցնենք թեմային, որ որքան հասկացա շատ լայնածավալ թեմա է, չհայտնաբերված թռչող օբյեկտների մասին է այսօր լինելու թեման, գիտական նաև իմաստով, դե դուք էլ որպես գիտնական շատ լավ ուսումնասիրել եք եւ սիրով ուզում ենք ձեզ լսենք։ Շատ շնորհակալ եմ եղբայր, ուղղակի ցնծություն է դարձյալ ցեզի հետ լալ եւ ուղղընթերներուն հետ լալ։ Եթե գարդոնես եղբայր գուզեմ մի քիչ վերականգնել ինչ է այրվող մորենիներու կապարը։ Լավ է, գնանք վերականգնել։ Այո, իհարկե, անպայման, այո, սիրով։ Եվ համարները եղբայր շնորհակալ եմ, գուքան ելից երրորդ գլուխեն, առաջին եւ երեք համարները, եւ գսե Մովսես, որ իր ոչխարները գարած էր, նա դեսա, որ ահա մորենին գրագով վարվում էր, բայց մորենին չեր սպարվում։ Եվ Մովսես ասաց, մեկ դառնամ ու տեսնեմ այս մեծ դեսարանը, թե ինչու համար մորենին չէ այրվում։ Գիտես եղբայր, մենք շատ անգամ լսած ենք, որ Աստված գանչեց Մովսեսին։ Այդպես չէ ճշմարտությունը։ Մովսես ինքը, որ իր առօրյա գործերը գներ, իր ոչխարները գարած էր, դարօրինակ բան տեսավ։ Եվ ինքը քնած դեպի այրվող մորենին, այնադեն երբ որ մոտեցավ այրվող մորենին, Աստված խոսեցավ եւ մարդկության պատմությունը դարբեր եղավ։ Երբեմն գմտածեմ եղբայր ինչ գլար, եթե անդեսեր ծեր ես բիզի եմ, գիտեք այդ պարոնիկ բիզի սպահված եմ։ Ժամանակ չունիմ, հիմա ինչ պիտենեմ ոչխարներս կան եւ այլն։ Իբրև օրինակ կուտա, որ մեր կյանքերում մեջ այրվող մորենիներ կան, դարօրինակ բաներ կան։ Գրնանք մեր ամենօրյա
չարել, ասել մենք սպառված ենք, ասնյութերով չսպառվենք, կամ գրնանք դառնալ Մովսեսի պես եւ ասել ինչու աս մորենին գայրի պատի սպարիր։ Երբ որ ասիգա սկսա եղբայր ասի մի քանի այրվող մորենիներ կան եւ ավելի հետազոտությունների դեսա 20-ն ավելի այրվող մորենիներ կան մեծ եւ քեզի հետ հայդակիրներ հրացեն ասոնց ոմանքի մասին մինչև հիմա երկու քրազեմ երրորդը վերջացուցի եւ դերգամենա 4-րդը վերջին օրերու մասին Քրիստոսի երրորդ կալուստին եթե գուզես մասին է եւ աս չտոներուն նյութը շատ կարևոր է Ուտեմ ուրիշ դերեմն ագարտալ աստոխոսկեն եւ ազատս կա եղբայր հարցնել եւ այլն Մերսի շատ Աշուշ Հռոմայացիս 1:18-20 շատ կարևոր է Գիտես լսած ես եղբայր անցիկ որ ասած են Գիտես մենք լսած ենք քրիստոնյա աշխարհի մեջ փրկության մասին Քրիստոսի մասին Հաբա at ուրիշ երգիրներ օրինակ Ապրիգեի մեջ, Օստրալիո մեջ, Սարույցներու մեջ, որոնք փնավ չեն լսած Քրիստոսի մասին, իրենց հանցանքի ինչ է, թժող բիդերտան, տրախ բիդերտան եւ այլն։ Եվ աս համարները շատ հետաքրական են, քիչ մը պիտի գարտամ մի քանի դողեր։ Բայց ասենսի ինչ որ Աստուծո մասին պետք է գիտնալ իրենց մեջ հայտնի է հետաքրական չէ ինչ որ Աստծո մասին պետք է գիտնալ իրենց մեջ հայտնի է որովհետև Աստված անոնց հայտնեց քանզի աներևույթ բաները աշխարհին սկիզբեն ստեղծվածներով դիմացվին գտեստվին այսինքն իր մշտնչենավոր զորությունը ու աստվածությունը Ասում շատ խորունկ համարներ են, ինչ գսե, գսե աստուծոն նգարակիրը ստեղծագործության մեջ է, եթե խորանանք ասոր վրա շատ խորունկ իմաստ ունի, որ աստված ինսինք ստեղծագործությունները այրվող մորենիներ եթե գուզես, ամեն գոմն է, Եվ գրնանք մենք ջանչնալ ասված, որ աս երգիրը ով ստեղծած է, ինչ նգարակիր ունի, ամեն բանի մեջ, մեր մարդկային նգարակրի մեջ, ասղերու մեջ, բնության մեջ, աշխարհի մեջ, բատմության մեջ, ասոնք հայտնաբերումներ են, այրվող մորենիներ են։ Ուրեմն մեզի Աստծո խոսքը գքաչալեր է, հիմա ինչ որ գխոսիմ եղբայր, գփորձեմ ինչ որ խոսիլ եւ հայտնաբերել Աստծո խոսքին վրա հիմնված լա։ Դարբերությունը թերևս գնային համարներու, խորհուրդներու, որոնք ընդհանրապես ասենք թե եկեղեցիները եւ հավատացյալները շատ չեն տպնար։ Ասոնց կսեմ ձայրի, եթե գիտես, az զանգագի պես geometric as ցևգա եւ ունինք դարբեր նյութեր որ եկեղեցիներ եւ կամ աստեսակ հաղորդակցություններ գխոսին ասոնք ընդհանրապես շատ անգամ նույնանման են եւ շատ հարստություն կա դա ես կանտատար գործնովի մտիկ կնեմ բայց նույնադեն գա նյութեր որոնք ձարն են քեզի մեկ վիճակագրություն մտամ Աստծո խոսքին մոդարավորապես 25-27 արհարյուրը մարգարեություններով մասին է։ Սերդողություններ եղած են դարբեր եկեղեցիներու հաղորդակցություններու եւ այլն, որ քարոզներուն միան 3 արհարյուրը մարգարեություններու մասին է։ Գտեսնաս իրարու չեն հավաբալասխաներ։ Աստծո խոսքը լեցուն է մարգարեստիկա մեկ օրինակ է։ Ուրեմն գամ խորհուրդներ Աստծո խոսքի մեջ այրվող մորենիներ, որուն ուշադրություն պետք է ունենք։ Եվ այսօրվա նյութը բավական փակ նյութ է, կարևոր նյութ է, եւ ասածը ճիշտ է, Քրիստոսի քարոստին հետ եւ աշխարհի բադմուչան վերջին հետ եւ ներին, գիտեք ները Հագա Քրիստոսը, ներին հայտնաբերման հետ գապ ունի։
Գիտե ուրիշ համար մգա որ գուզեմ կորզածել եղբայր երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:11 վերջին օրերու մասին է ների մասին է Ասված գնայի աշխարհի մեղքը անդեսելը իրեն հանդեպ գսե այս պատճառով ասվածալ բիդի գրգե անոնց աստեցիկ մոլորությունը որ հավատան սդուչյան ասված սդուչյան մենք գբադրաստվինք գմոդենանք as մոլորության եւ սդուչյան մեր մեղքին պատճառով որ մեզի պիտի ղրգվի ասոնց մե ամենամեծը այս չթոյի չհայտնաբերված թրջո օբյեկտների հայտնումն է ինչու զեցի ասոր մասին խոսիլ եղբայր եւ սրդիս վրա ձանացած է այս նույն խորունկ պիտի երթամ as 21-րդ տարու այրվո մորենի գիրքերուս 4-րդ հադորի մեջ եւ գաբեմ աշխարհի վերջավորչան եւ ները եւ ինչպես մատմությունը պիտի վերջանա մարտ 9-ին վավերագրական ֆիլմը մեջտեղ եկավ անունը այս տարի բացահայտման տարաշրջանը ասիկա շատ լուրջ ֆիլմ է վավերագրական ֆիլմ է որ նոյեմբեր 21-ին չեմ գիտեր եթե Հայաստանի մեջ կա Միացյալ Նահանգներու մեջ կա Amazon գիտեր լսած եք Amazon-ը չէ Amazon-ի Prime Video ու գայաններ Հայաստանի մեջ ուր անցիկ ամսական գվճարեն եւ կինոներ գտիդեն իրենց տելևիզիոնին կունիկ չէ այդ տեսակ վճարովի այո վճարովի ալիքներ հասկացա այդ վճարովի ալիքներեն մեկը որ շատ համբավ ունի Amazon-ին Prime Video-ն է Okay, Միացյալ Նահանգներում է չեմ գիտե այդ Հայաստանի մեջ կա Amazon-ը գիտեք սկսավ քիրքերով գաբսպրես քիրքեր հիմա ուզած այո առևտուրի բանա on-line խանութ է կարելի ասել այո օգտվում ենք այստեղ Amazon-ից այո okay ուրեմն Amazon-ը շատ ուրիշ ապրանքներ ունի ասենք թե product-ներ ունի անոնց մեկը վիդեոն է վճարովի այս վիդեոն ինչ որ հիշել եւ անոր վրա եկավ նոյեմբեր 21-ին դեսեք որչափ նոր է okay նոյեմբեր 21 մի քանի օր առաջ կարելի ասել մի քանի օր առաջ ուրեմն աս բացահայտման տարաշրջանը որ վավերագրական ֆիլմ է դոկումենտարի գսեն վավերագրական ֆիլմ է շատ լուրջ կորց է եւ 34 հարցասրույթ կնեն ռազմական հետախուզական գարավարական պաշտոնյաներու հետ որոնց մեկը պետք է ծանոթ լացեզի արդակին կորձոց նախարարն է միացյալ նահանգներու Մարկո Ռուբիո լսած եք չէ անունը որ շատ լավ լսած եք շատ համբավավոր անցմն է եւ այս բոլորը կուզեմ գամած համարոտ բացադրել գսեն որ 80 տարի Միացյալ Նահանգները ունի եւ ժամանակի ընթացքին ավելի ունեցած է եւ ներառյալ Ռուսիա եւ Չինաստան ունին սկավառակներ տեխնոլոգիաներ եւ ունին մարմիններ որոնք մարդ չեն ուրեմն ասոր մասին խոսին հայտարարեցին ասոնք կհայտարարեին որ բայց ավելի ասիգա աստիճաններ են հայտնության աստիճաններ են ասիգա սկսավ 2017-ին բուն տեպքերը բադայեցան 40-ական թվականներում եւ ապկետ առաջ մատնության մեջ շատ նման տեպքեր կա սկավառակներ եւ biologic մարմին ունեցող ասենք թե արարածներ
որոնք մարդ չեն, որոնք բանականություն ունին եւ մարդ չեն։ Ժամանակի ընթացքին ավելի եւ ավելի գահիտնաբերվի եւ ասիկա վերջին ածմագա որ անցնաբես կճանչնամ որ մասնակետ է հավատացյալ է հոգևոր զորավոր հավատացյալ է նույնիսկ պարապանքի երկեր հնարած է մյուզիսիան է քեզի պես երաժիշտ է եւ ստեղծագործություններ ունի անունը L.A. Marzulli է եւ ես կացած եմ իրեն կոնֆերանսին անտիբած եմ հետը եւ գահավակե ունի 24 հայտնաբերումներ սկսյալ 2017-ին որ New York Times-ը ստավ որ ունինք սկավառակ ունինք մարմիններ եւ ավելի հարցազրույցներ եղան եւ անցիկ եղան եւ ավելի իսին ասոնց վերջինը այս վավերագրական ֆիլմն է որ բացառիկ է I mean արդակին կորձոց նախարարը երբ որ գուկա գսե որովհետեւ թեփքեր պատած են հիմա ինչու ռազմական հետաքրքրված են ասով ռազմականները որովհետեւ աս սկավառակները մեր քիծած ֆիզիկական օրենքներուն չեն հետևիր տեխնոլոգիա գա օրինակ շատ արագ կշարժին մի անգամ են անգիրը գտարնան մի անգամ են գանհեդանան վերգերտան տեխնոլոգի ունին որ մենք չունենք գիտեք միացյալ նահանգները եթե գիշես երբան ես գիշեմ մրցում ուներ օրինակ սովետ միության հետ ով առաջին անց դիեզերկվիթաներ ով առաջին անց լուսինին վրա միտելար երբեմն ռուսերը գաղթեին կամ սովետները գաղթեին երբեմն միացյալ նահանգները նույնը հյուրիական ատոմական ռումբները մրցակցություն կար որև տեխնոլոգիան օբիդը օքեյ միացյալ նահանգները առաջին անգամ երկու անգամ բայտեցուց հյուրիական ռումբեր ուրեմն ռազմական ասենք դե մոդեցումով գուզեն ունենալ տեխնոլոգիան ասվածապանությունը մեկտի գտնենք որ հիմա պիտի կամալոր բայց ռազմական անոնք որոնք գեներալներ են միացյալ նահանգներու նավադորմիղը օթային ուժը եւ այլն անշուշտ CIA եւ քաղնի գազագերբությունները միշտ գուզեն բոլոր երկիրներում մեջ միացյալ նահանգներ բոլոր երկիրներում մեջ արավելություն ունենալ տեխնոլոգի արաբեր մրցակցության մեջ է։ Այո։ Նամանավանդ ռուսերուն եւ Չինաստանի հետ միացյալ նահանգները ուրիշներ ալկան։ Ուրեմն գուզեն այդ արաբելությունը գտեսան որ աս տեխնոլոգիան արաբելություն ունենալ։ Այսօր գնեն ակլերենով գսեն չեմ գիտերի եթե պիտի գրնամ հայրենի թարգմանել reverse engineering հագարակ engineering այսինքն Գիտեք, ընկերություններ կա, ասենք թե ինքնաշարժի ընկերություններ կա, գերտան գարնեն ինքնաշարժը իրենց մրցակիցեն եւ ադիգա գփանան եւ գփորձեն սերդել ինչ կա անոր մեջ եւ գտեսնեն եթե ատտեսակ տեխնոլոգիներ իրենք է պետք է ունենան։ Ասկա միշտ կա։ Մրցակցության մեջ միշտ կա։ Ադիգա հագարակ ինժեներություն է։ Այսինքն գարնեն եւ գսեն օքեյ ինչ տեսակ պրոջեկտներ ունին, ինչ տեսակ բաներ ունին, գդորներ ունին, որ մենք չունենք եւ ինչպես գնանք մեր աբրակներ օրինակ մեր ինքնաշարժներում մեջ տնեն, որ արավելություններ ունենանք։ Ուրեմն ռազմական մարդոց ասենք թե իր բաժարը որ ասում կուզեն սերդել թե աս կորտիկները, աս կառավարակները հատկություններ ունին, որոնք շատ հետաքրքրական են եւ իրենք կուզեն ունենալ, որովհետեւ իրենց ճշտամիներու մեջ ճշտամիներու թեմ արաբելություն տեխնոլոգիա ինչպես որ մրցակցեցանք դիեզերք երթալու կամ մրցակցեցանք հյուրիական ռումբերու մեջ նույնանման արաբելություններ ունենան եւ դիրաբեդ են եւ նույն ծրագիրները կան Ռուսիա մեջ եւ Չինաստանի մեջ ուրեմն ինչ որ գբադայի այս 34 անցիկը որը կիծված են ասում է շատերը կոնգրեսմեններ, ծերագուտականներ կա, նախարար կա եւ այլն գուքան որ եւ հստակ կսեն որ այո ունինք աստեսակ սկավառակներ ունինք անոցմե մեկը որ սերդած է ամեն սկավառակ
ժամանակագից չէ, գան որ ինգած են եւ մեր ցերկը ինգած է եւ գսերդենք որ գան որ շատ հին է, հազարավոր դարվա է։ Ուրեմն այս արարածները ինչ որ են, միլիկամ ինչ որ են, հազարավոր դարի է գայցել են որ երկրակրունտը եւ ասոր փաստերը կան։ Ուրեմն այս տեսակ բան չէր բադած դարիներ առաջ, օրինակ 17-ին 2017-ին առաջ, երբ որ ասնյութի մասին խոսի մարդիկ վրատ կխնդրային, ասիկա բան եղած է, մդային հարցեր ունի, քեզի անգեզս եմ եղբայր, ես դիպանանեն եկած եմ Միացյալ Նահանգներ, դարիներ առաջ, երբ որ թինեյջեր էի, փոքր էի, ես սկավառակ դեսած եմ, ինչպես որ քեզի կտեսնամ, դեսած եմ, եւ քյուրի մեջ էի, առանց ցայնի գլոր դագեն լույսերը գտարնային, եւ մեկ բալկոն էի, մյուս բալկոնը բոլորը են գան դեսեր, այսպես գտրեր եւ դեսած։ Ուրեմն այդ օրվանից սկսյալ մեջ շատ հետաքրություն կա։ Այրվող մորենի, ասիկա ամենամեծ այրվող մորենիներն մեկն է։ Ուրեմն միան խոսենք որ հիմա ռազմական կամ քիդական մոդեցումով, բայց ասիկա հոգևոր մասն ունի։ Հոս ճշմարտություն մգուզեմ ասել։ Աստծո խոսքը ադորա մարդի չարաչվա աս համարները գարտացի։ Գիտես եղբայր, Աստծո խոսքը գիտություն ունի մեջը, բայց գիտական քիրք չէ։ Աստծո խոսքը պատմություն ունի իր մեջ, ճշմարիտ պատմություն ունի, բայց պատմական քիրք չէ, ուրիշ քիրքեր կան, որ մարդկության պատմություն, մեջը հոգեբանություն ունի, բայց հոգեբանական քիրք չէ։ Ինչս էլ գուզեմ։ Այսինքն մեր բարդականությունն է որոշ բաներ, երբ որ տեսնանք, մանավանդ իբրև հավատացյալներ, պետք է դառնանք Մովսեսի պես սենք ինչ կբադայհոս։ Ինչու այս մորենին գայրի եւ չսպարիր։ Ուրեմն ասիկ ասոնց մեջ ինչ են ասարա, ինչս էլ է biologic խելացի արարածներ կան, որ մարդ չեն, ուրեմն ինչ են։ Եվ տեխնոլոգիա կա, որ աշխարհային չէ, ուրեմն ուրդեն է։ Երկու մեծ թեզ կա։ Ուրեմն այս հայտնաբերումը ավելի եւ ավելի գշատնա գոր։ Okay? Եվ այս ֆիլմը, այս վավերագրական ֆիլմը շատ կարևոր է։ Ես կավանամ ամեն հավատացյալ պետք է դիտեմ եւ հետաքրական իմ ավելի անդրադառնամ, որովհետեւ անոր մեջը ռազմական հավատացյալներ եկած եւ ըսած են ասոնց որոնք հետազոտությունները գնեն, գսեն ինչ որ գնեք դուք թիվային է եւ շարժումը գա որ հավատացյալներ երբ որ տեսած են ասիկա քախնի գազագերբության մեջ գազագերբություններում մեջ ինչպես CIA, NSA եւ այլն Միացյալ Նահանգներում մեջ 3-4 հատ քախնի գազագերբություններ կան երբեմն իրարու հետ կմրցակցին չեն խոսիր ինֆորմացիոնը իրենց կբային ասիկա մեծ հարց է Միացյալ Նահանգներում մեջ երբեմն դարբեր բանակի ջուրեր կան ամենը չեն խոսիր իրարու հետ եւ քախնի կբային Ասոնք դեստած են, որ հաղորդակցության ծևը մոկական է, ինչպես կսեն, գախարտական է, ինչպես կհաղորդակցին իրենց հետ, արարողությունները, եթե գուզես, եթե բարս պերով բարովրսեմ, սաբանական է, և զգուշացն է, ուրեմն հոգևոր անգյումը կա, ուրիշ դժվարությունը շատ հետաքրական է, Եվ որ Քրիստոսի մասի գխոսին եւ Քրիստոսի անունը գարդայդեն այս արարածները շատ անգամներ ասոր մասին խոսած են հայտակիր մունին գարևանքեն մարդիկ գարևանքեն գիներ գարևանքեն եւ իրենց սերային մանավանդ կորձիկներով սպառված են որտեղ հիբրիդներ գշինեն եւ որ Քրիստոսի անունը գործածեն այդ արևանքումները գգենան, ուրեմն հոգևոր գոմն գա։ Գիտեք, մենք իբրեմ մարդ գտնենք ամեն ինչ դուպերու մեջ,
անգլերենով գսեն compartmentalize օրինակ քիդուչան դուպը գա բատմուչան դուպը գա եւ այլն մենք ասոնք զատ դուպեր կգործենք աստծո խոսքը այդպես չէ ամենը իրարու հետ միացած է ասված քիդուչուն գործած է եւ գործածած է ստեղծագործություն անելու համար ասոնք դարբեր են բատմուչունը քիդուչունը իրարու հետ ասանք միացած են աստծո թակավորության մեջ աստծո պերսպեկտիվին աստծո մոդեցումի մեջ ուրեմն կան տեխնոլոգիա որ ասիկա շատ դժվար է եթե երկու թեորի կա եթե կուզես մեկ թեորին գսե որ ասոնք ուրիշ մոլորակները եկած են եւ գսեն նայ դիեզերքը որ չափ մեծ է ուրեմն անպայման քանի որ մենք բանականություն ունեցող արարածներ ենք ուրիշ մոլորակներու մեջ կա մեկ բան ասեմ որ աստծո խոսքը ասիգա անպայմանորեն չի հագասեր գրնալալ բայց ես ասոր չեմ հավատար գավադամ որ ասոնք interdimensional են այսինքն գուքան ուրիշ տարածք է գնմանի ասիգա ինչպես աստծո խոսքի մեջ գտեսնենք շատ անգամներ աստծո խոսքը նույնիսկ գբորդ կա որ հրեշտակներ մի անգամ են գերևին եւ մի անգամ են գանհեդանան շատ օրինակներ կա գուքան գերևին Աբրահամին երտան Ղովդինկովը գան գուքան գերևին Գույս Մարիամին եւ գանհեդանան Gam Gukan Christosi Kerezvana Meakamen Gerevin Ganhedan Munis Christos ir Haruchunen Yetka Meakamen Senyagi Turner Kote Gerevtsa Gam Atkets Yetka Pandime Pedros Meakamen Gerevtsa Ֆիզիկական օրենքներին այսինքն հաղթահարում են այսինքն չեն ենթարկվում ուրիշ տարածք է գուքա գիտեք գարդեն բարը տարածք է ուրեմն մենք 3 տարածքի մեջ կարող ենք ասել հոգևոր իրականությունից ինչ որ չերևացող բաներից այո հոգևոր գրնանգսել կամ գրնանգսել dimensions դարակ ուրեմն 3 տարածք ունենք չէ մենք ունենք երգանք լայնք խորություն ասենք ինչ կլա եթե ասոնց մե ավելի ունենանք գիտուները գսեն դերևս 10 հատ կա եւ adult օրենքները դարբեր են եւ գան հավատացյալներ շատ մտավորական հավատացյալներ որոնք արած են 3 երկինքներ գիտենք որ կոնե 3 հատ երկինք կա գիտես եթե երթանք ծննդոց առաջին քուրքուն առաջին համարը գսե ասված սկիզբեն ասված երգիրը եւ երգինքներ ստեղծեց բոլոր ես սերդած եմ բոլոր թարգմանությունները չեն ասել երբեմն գսեն երգինք եւ երգիր բայց գիտեք որ կոնե 3 երգինք կա ինչու որովհետեւ Պողոս Արաքյալ գսե մարդ մը գճանչնամ մենք գիտենք որ ինքն է մարդ մը գճանչնամ որ երրորդ երգինքը ապշտակվեցավ եւ խոսանելի բաներ դեսավ գիտեք աստծո խոսքի մեջ է ուրեմն գսե Պողոս Արաքյալ երրորդ երգինք կա չենք գիտեր եթե միան 3 երգինք կա բայց գիտենք երգինքներ կա գան հավատացյալներ վտաբարական հավատացյալներ եւ ես անոնց հետ համաձայն եմ որ աս դարածները որ ունենք մեկ մասը աշուշտ մենք կաբրինք այս աշխարհի մեջ առաջին երկինքի մեջ ինչ որ գտեսնանք այս աշխարհի մեջ եւ գտեսնանք կապույտ երկինքը գտեսնանք ասֆերը գա երկրորդ երկինքը ուր կան իշխանություններ ասոր օրինակ Դանիելի գիրքի մեջ է որ գաոթեր գոր արկերկ դարձավ ասենք թե Բարսկաստանի իշխանը գիտենք ադիգա քերպրագան էր եւ բայկար եղավ Միքայելի հրեշտակին հետ եւ իրեն հետ որ իր Դանիելի աղոթքները պատասխանվեցան այո ուրեմն ադիգա երկրորդ երկինքի մեջ է իսկ երրորդ երկինքը գրնալալ ուրիշ երկինքներ կա բայց երրորդ երկինքը աստծո թակավորությունն է աստծո ներկայությունն է
Եվ գան հավատացյալ գիտուներ, որոնք ծևոմը ասած են քանի դարարցներ երկրորդ երկինքի մեջ է եւ քանի երրորդ երկինքի մեջ է եւ ասոնք իրարու այդ հարաբերություն շատ բարդ հարաբերություն ասոնք շատ խորհուրդ նյութ է եղբայր եւ չեն կնար 100 վստահ աշխարհի մեջ մեր աչքերը միշտ կսիրեմ ասորինակը գիտեք մենք քույներ գտեսնենք կամ գլսենք ասոնց դարածքը սենքտե տերահերցը կամ կիլոհերցը որոշ չափով է ատկեց յետքը չենք կրնար դեսնալ ատկեց բագասը չենք կրնար դեսնալ լա էցանողությունը կամ օրինակ կենտարիներ մեզ վել լավ գլսեն երբեմն չէ այո թույլատրելի սահմաններ կան որոնցով մենք կարողանում ենք այսինքն տեսնել լսել ընկալել հասկացա ինչ եք ասում շատ ճիշտ է ճիշտ ադիգա է գուզեի ասել որ մենք սահմանափակ ենք երևակայեցեք այդ սահմանափականությունը երթա եւ գտեսնանք ադոր օրինակներ Աստծո խոսքի մեջ եւ աղոթեց որ իր ծառային աչքերը բացվեցան եւ տեսան որ փանակ կա շատ ավելի իրենց չորս կողմ աչքերը որ սահմանափակ ենք միանգամեն տեսավ մյուս տարածքներու մեջ մյուս երկինքի արարածները կերպնական այո կերպնական ուրեմն աս հետազոտությունները գործեն որ համապատասխանել ինչ որ գիտությունը գտնեք որ տարածքներու մեջ կերպնական աշխարհի հետ եւ ասոնք դարբեր չեն հագարակ որ գսենք հոգեվոր է կերպնական է բայց ֆիզիկական աշխարհի մեջ աստեցություն ունի օրինակ անգամ հրեշտակը 185,000 զինվոր սպանեց ասորի զինվոր սպանեց ուրեմն գրնա ֆիզիկական աշխարհի մեջ հագարակ որ կերպնական է ուրիշ տարածքներ է գրնա ֆիզիկական աշխարհի մեջ աստեցություն է Դեր Հիսուս Քրիստոս ասոր հրաշքները լավագույն օրինակներն են մի անգամեն հացը բազմաբատկվեցավ ցուգը բազմաբատկվեցավ անտատար կամ ճուրին վրա կալեց ասոնք ամեն աբացույց են որ ֆիզիկականը հոգեկանը կերպնականը իրար մեջ են իրարու վրա գրնան աստել եւ մենք հագարակ որ սահմանափակ աշխարհի մեջ ենք Սուրբ Հոգին մեր մեջ կբնակի եւ քինեմ դա անցիկան դաղանցներ ունին դեսիկներ կտեսնեն կերպնական աշխարհի մեջ դեսիկներ ադիգա դաղանցներեն մեկն են բարգևներեն մեկն են գիտեք եւ ինձից ցավ կբաճարե որ հավատացյալներ գտնունին Սուրբ Հոգին բդուղը որ 9 հատկանիշներ ունի մեկ բդուղ եզակի 9 հատկանիշներ սեր քաուչունի եւ անքի վստահ կադացից 5-22 բայց չեն խոսին կամ երբեմն չեն ընդունիր Սուրբ Հոգին բարգևներու մասին ասոնք դարբեր է բդուղը գա եւ բարգևները գա եւ բարգևներու մեջ լեզուներով խոսիլը հավատքը անկարեգան եւ այլն ուրեմն կան հավատացյալներ որ բարգևներ ունին որ այդ ճուրը կերպնականի ճուրը դեսողությունը քիչ կփանա եւ գրնան ավելի տեսնել քանք մեր նյութին գնանք հարցնել աս հարցումը եւ ինձի ասած են անցի ինչու ասոնք կարեւոր են ինչու հավատացյալներ պետք է մտահոգվին ինչու պետք է ենթարկվեն նման թեմաների ինչու խոսենք այս նյութերու մասին ինչ կապ ունի մեր հետ այսինքն հոգեվոր կյանքի հետ ինչ կապ ունի մեզ քո հարցադրումներից մեկը ներ ճիշտ է ինչ կամ եւ ինձ ասած է չխոսենք այս նյութերու մասին մարդոց միտքը չբռնվի նույնը գրնային կարծել երբ որ Մովսես գտեսնար այրվո մորենի իմ հոգևոր կյանքիս հետ իմ ոչխարները արածելուց հետ ինչ կապ ունի մորենին է գայրիգոր եւ գտեսնակ որ երբ որ սերդեց կնաց մոդեցավ սավ ինչ է ասիգա մարդկության պատմությունը փոխվեցավ Աստված
ինքն է որ գարդոնե աս այրվող մորենիներ, ասի շատ կարևոր է։ Ոչ մեկ բան փախտով չէ։ Ինչ որ գա մեր չորս կողմը, ֆիզիկական աշխարհը, հոգեգան աշխարհը, կերպնական աշխարհը, Տիվական աշխարհը, գիրական աշխարհը, բադմական աշխարհը, բադմությունը ինքը այրվող մորենին է։ Շատ նյութերում ասին խոսիմ ես օրինակ փարոյական անգումը, որ գտեսնանք այսօր այրվող մորենի է։ Գրնան գսել, մենք ժամանակ չունենք այս տեսակ նյութերում մասին, մենք գարտանք որոշ այդ համարները, գլուխները, որոնք հանդարտ գսկանք, մեր ագանչին անուշ կուկա, այդ նյութերում մասին խոսին, ինչ որ գբադայի գոր աշխարհի, փարոյական անգումը լա, ասկիդական խոսինք, արեստական բանականություն եւ այլն, գամ չտոները, ասոց մասի չխոսնենք, որտեղ մենք եկեղեցի ունենք, պետք է բարենք մեր եկեղեցիները, նոր բյուջե պետք է ունենանք, խանոցնից պիտի նորոգենք եւ այլն, գբարժացնեմ որ մեծամասնությունը աս հանրական նյութեր ունին։ Նայեցեք, ես կուզեմ հստակնել, ես գործնվիմ այդ նյութերու քարոզներեն, սերդողություններեն, բայց կան աս ուրիշ նյութերը եւ Աստված ըսած է իր խոսքի մեջ։ Արթուն եւ սկաստ եղեք։ Արթուն եւ սկաստ եղեք եւ Քրիստոսի երկրորդ քալուստը ճիշտ է որ ոյ մեկը ժամը չի գիտեր։ Ժամը չի գիտեր, բայց Քրիստոս ըսավ օրինակ դվավ հղիության։ Երբ որ հղիություն, երբ որ բեբեկը պիտի կա, ցավերը գշատնան։ Կասկնաս եղբայրս, ավելի եւ ավելի հաջախագի լանցավերը մինչև որ բեբեկը կա։ Եվ ատուգա Քրիստոս քաչալերեց մեզի։ Սկաստ եւ արթուն եղեք, ինչ կբադայի գործեր կողմը։ Եվ ադոր համար աս այրվող մորենիները մենք պետք է երթանք եւ սերդենք եւ ուսումնասիրենք ինչ կբադայի գոր։ Անոնց մեջ ինչը սել է կարևորակույններեն մեկը չթոն է։ Ինչը սել է որ բանականությունը ինչու ասիգա կարևոր, որովհետև ները ծրակիր ունի։ Հագա Քրիստոսը չարերը սատանան եթե գուզես բարձ խոսքով ծրակիր ունի եւ գիտե որ վերջը բادرած միդլա եւ Քրիստոս յետ միդիտանա եւ աս նույն բանը փորձած եղնել նույնիսկ գտեսնանք ծննդոց երրորդ գլուխ 15-րդ համարը երբ որ Աստված կխոսի Եվային եւ Սատանային չխոսիր ատամին Եվային եւ Սատանային գսե ծեր մեջը տշնամություն պիտի տնեմ ասիկա փարացի չեմ սերգոր գնակ նայել ծննդոց 3-15 եւ դերևս ունիմ աստեղ դեմը քու հունդիտ եւ իրեն հունդին մեջը ինքը կոտ կպիտի վերամորի Սերմի մասին է խոսքը, քո սերմի եւ նրա այո, սեր, ահունդուսի, սեր, տուն ավելի լավ, այո, սեր, եւ գիտենք, որ միակ մեկ անցմը բատմության մեջ գինե եկած է, միան մեկ, արա Քրիստոսն է, եւ եթե գտեսնաս, քանի անգամ բատմության միջև որ Քրիստոս եկավ, գամ ուզեց բղձել մարդկությունը, ինչ որ գարտանք ծննդոց 6-րդ գլխում մեջ, որում բաժանած ֆիլմները եկան, հսկաները եկան, ռեշտակները հարաբերություն ունեցան գինարին մարդկությունը, գամ մանուկները չարթվեցան շատ անգամներ պատմությամբ, ներառյալ երբ որ Քրիստոսը եկավ, երբ որ մոքերը եկան, թագավորը ծնած է, Հերովդես մանուկները սպանեց, եւ Քրիստոսի ծնողքը իրեն Եգիպտոս տարին միշտ փորձած է գիտե որ մեսիան անոր գինե բիդիկա իր գլուխը բիդի ջսմե եւ մեր բատմության парքասո մարդկության ամենամեծ հրաշքը ամենամեծ հաղթանակը Քրիստոսի հարություն ամեն ամեն բացարի եւ ասում Քրիստոսն է որ մեզի ամեն մեզի գսե որ սկուշ եք
աս հղիության ցավերուն սկուշ եղեք ուրեմն մեծ սուտը քչարաչ գարտացին մեծ սուտը ինչ է մեծ սուտը ասիկ դեսնանք կոր վավերակրական հայդակիրներու մեջ քիրքերու մեջ եւ այլն որ գսեն գոր շատեր եւ ասում իրենց մտավորականները եւ մարգարիները ունին օրինակ Սիչին եւ այլն որ քիրքեր կրած են անունակի բարը կորզած են որ գսեն որ այլ մոլորակայիններ եկան եւ մեզի ստեղծեցին իրենք էին մեր ստեղծողները եւ յետքը դերևս յետ վիդի վերակարդան եւ մեծ սուդը գրնա լալ հավանականորեն եսանոթին գավադամ որ որոշ թվականին աս հայտնաբերումները որ գշատնան եւ ինչ որ խոսեցան աս բացահայտման տարաշրջանը ասիա օրինակ մնե հիմա գուքան գոր ասրազմական քաղաքական մարտիկը գսեն գոր այո ունինք ադոնք կպատրաստեն գոր հայդարարությամը որտերևս միացյալ նահանգներուն նախագահը կամ ուրիշ երկրիմը որ այո մենք ունենք ուրիշ մոլորակները եկածեն սուդե ուրիշ մոլորակները եկածեն մեզի քաղաքագործություն դված են եւ այլն եւ հայտնաբերվի ասիկա եւ օրմը մարդկությունը տեսնա բացեի բաց սկավառակը եւ բիոլոգիկ or էակներ որոնք մարդ չեն ասիկա միայն ես ինչպես կսեն անգլերենով scratch the surface միայն մագերեսը գխոսիմ գոր եղբայր ասի մեծ ես 40 տարի եմ սերդեմ ասնույթը ասիկա շատ խորունկ նյութ է եւ գաբունի շատ խորունկ գաբունի մեր հոգեվոր կյանքին հետ մանավանդ երբ որ գմոդենանք վերջին օրերում այս է գավադամ գնալալ սխալեմ գնալալ մյուս քրիստոնյա մարգարեներ եթե ուզեն բայց շատ հավանական է որ այս է մեծ սուդը որ մեր բանականությունը մեր DNA-ը որ ինչ որ ենք եկած է այլ մոլորակայիններեն կամ այլ մոլորակայինները գոյություն ունին ուրիշ մոլորակի վրա բայց ոչ ասոնք ինչպես կսեն անգլերեն extraterrestrial այսինքն ոչ աշխարհային չեն ասոնք ուրիշ դարածքեգության ուրիշ հոգևորական են այսին spiritual հոգեգան աշխարհեգական ուրիշ երկրորդ եթե գուզես երկինք են գուկան եւ ոչ բոլորը պետք է ասեմ թիվային են սատանայական են եթե գուզես որտեղ իրենց հետ հաղորդակցության միջոցները եւ մանավանդ երբ որ Քրիստոսի անունը գործածեն գվախնան I mean ինչ սելեվոր ուրիշ մոլորակներեն գուքան եւ Քրիստոսեն գվախնան Ադիա ինչը սել անդրամապանական է որտեղ ադեն չեն եկած Անունի մեջ զորություն կա այսինքն Հիսուսի այդ իմաստով մեծ զորություն Այսինքն Այսինքն սեթրակ եղբայր ինչ է կատարվում, ինչպես հասկացանք, պետք է սուտը, այդ մեծ սուտային իմաստովը, որ հակա Քրիստոս պետք է հայտնվի, այսինքն Քրիստոսի նմանակը, կարելի է այդպես ասել, եւ ասեն, որ սա է փրկիչը իրական։ Այո, ինչ որ պետք է եղբայր, այո, շատ ճիշտ է եղբայր, պետք է Եկեղեցիները հավատացյալները չվախնան արմեջերը։ Մենք հաղթանակ, մենք ճշմարտություն ունենք, ինչու պիտի վախնանք։ Պետք է սերդենք եւ պատրաստենք։ Նայեցեք, մենք բادرազմի մեջ ենք։ Այսինքն շատ հիմնական բայկարի մեջ ենք, բادرազմի մեջ ենք։ Հետևյալ հարցումը գուզեմ հարցնել։ Երբ որ երկու երկիրներ Թշտամի ունին եւ բادرազմի մեջ են։ Մեկ տեսակ է բادرազմը։ Ոչ։ Գա նավային, գա բանակը, գա օտաչուները, գա տեխնոլոգին, գա լրդեսները շատ գոմեր ունի բادرազմը, չէ՞, մեկ բան չէ։ Սուզանավներ շատ, այո։ Հիբրիդային պատերազմ հիմա այդպիսի հասկացողություններ կա։ Ամեն
այդ նույնն է հոգևոր կյանքի մեջ։ Եվ գիտես թշնամին ուր գարցակի եղբայր, ուր ամենը դգարն ես։ Թշնամին մենք ասենք հավատացյալներ որոշ բաներու թեմ բادرաստված են եւ բادرաստված են հանկիստ կսանք հոն զորավոր են թշնամին հոնները մի չի հարցակի ուր որ դգար ես եւ որ գիտությունը ճունիս եւ անոր ինտիմատրելու միջոցը ճունիս չես դած at այրվող մորենին եւ չես բادرաստված եւ բادرաստված at այրվող մորենին թեմ Թշնամի հոմբիդի հարցակի։ Եվ մեզամասնությունը հավատացյալներում բادرած չէ։ Զորոշ մարզերում այդ շատ լավ են, շատ զորավոր են, բայց ուրիշ այրվող մորենիներ կան ուր դգար են։ Չեմ գիտեմ ժամանակ որտեղ անցավ եղբայրը։ Մենք դեռ 10 րոպե ունենք, Սեթրագ եղբայր, կարող եմ հարց տալ, թե վերջացնես նոր միտքդ։ No, հարցուր, ավելի լավ հարցուր։ Եվ հարց եւ դիտարկում ասա, շատ լավ համար բերեցիր երկրորդ Թեսաղոնիկեցիների երկրորդի 11 խոսքը, այդտեղ սկիզբը շատ կարևոր բան ասում, ուրեմն Պողոս Առաքյալը, որ դատապարտվեն ամենը, որ չհավատացին ճշմարտությանը։ Մի ուրիշտեղ Հիսուս ասում է ճանաչեք ճշմարտությունը։ Կարող ենք ասել, որ այս ամեն երևույթ ինչի մասին դու խոսացիր, այս գերբնական ՉԹՕ-ների մասին, որ իրականության մեջ փաստորեն դրանով զբաղվում են մեծ երկրները, իրանց համար դա շատ կարևոր է, մարդկանց մոլորեցնելու համար, ինչպես հասկացա, նրանց ովքեր խնդիրը սրանում է, ովքեր չհավատացին ճշմարտությանը կամ Հիսուս այսպես ասում, ճանաչի ճշմարտությունը եւ նա քեզ կազատի, այսինքն մեր խնդիրը կարող ենք ասել այստեղ ոչ թե վախենալն այս երևույթներից, այլ մեր մեջ պետքա արթնանա ավելի ճանաչելու ճշմարտությունը, ավելի մոտենալու, ավելի ինտեգրվելու ճշմարտության մեջ նա մեր կյանքի կարևորագույն մասը պետքա կազմի, այսինքն եթե դու ճանաչես ճշմարտությունը, վերլուծելով այս ամեն երևույթներ, ինչի մասին դու խոսացիր, ուրեմն այդ տեսակ քրիստոնյան երբեք չի խաբվի ճշմարտությանը հավատացող կամ ճանաչողը չի կարող ուրեմն խաբվել այ հարցս այսպես եմ ուզում մշակեմ ինչ կասեք սրա մասին շատ ճիշտ է եղբայր եւ ինչ որ գուզեմ գսի գլխին զարգիր ինչպես գսեմ նո կներես շտապեցի շատ լավ է շնորհակալ եմ եղբայր մենք պետք է անդրադառնանք որ ուր գաբրինք ասված երբ որ կյանքս տված է բնականը եւ քերբնականը չեն բաժնված իրար շատ կարևոր բան եք ասում այո մենք կբաժն Քրիստոսի կյանքը նայեցեք բնականը գնստեր գջաշեր հարսնիկի գերտար բնականը բայց նույն ադեն հարսնիկի գերտար եւ ճուրը քինի գվարած քերբնական մենք ծևոմը շատ թերևս ասիգա գարձենք որ գիտական ենք եւ ասոր մեծ բակարը երկրորդ հադորս ասոր նվիրած եմ գիտության եւ տեխնոլոգիի այրվող մորենիներ ներառյալ արհեստական բանականությունը ուրեմն մենք ադուպի մեջ դրած ենք եւ ասենք մենք մեր բնական երկերը երկենք աբաշխարենք ասոնք լավ բաներ են չեմ ասել որ լավ բաներ չեն բայց քիդագանը քերբնականը ընկերայինը փարոյականը քախնի սպասարկությունները ասոնք իրար մեզած չեն իրարու հետ կապված են նույնիսկ չթողները եւ թիվային շարժումները եւ քախնի գազམ་ագերությունները իրարու հետ կապ ունեն եւ մեզի կբادرացնենք որ մեր բացմությունը ասիկա շատ կարեւոր է ադորամար մարգարեությունը շատ կարեւոր է ոչ թե մարգարեություն աբակաները մարգարեություն քուշագությունը սել չէ մարգարեությունը սել է ժամանակները եւ ինչ որ գբադային հասկանալ եւ բացադրել է իմաստությունը հասկանալ եւ բացադրել է քուշագությունը նել չէ աշուտ գրնալ ասված հայտնաբերը ինչ պիտի լա աբակային ինչպես անյենին եւ այլն գրնալ ադիգա մեկ մաս է բայց փունը
տեսնալ ինչ կբադայի գոր եւ բացատրել է եւ մանավանդ երբ որ Քրիստոս կսե արթուն եւ սկաստ եղեք պետք է գիտնանք as այրվող մորենիները ինչ են չվախնանք սերդենք չսենք օրինակ ասոնք թիվային բաներ են ասոնք սատանայական ես ասոր բիդի չսվավի նո հասկացի ինչ կլագոր եւ ինչ են անոր եզրակացությունները առանց աստվելու առանց աշխարհի մեջ եղիր առանց բիղձվելու աշխարհի ասված չսեր ցկե աշխարհը հերացիր գսե աշխարհի մեջ եղիր բայց մի բիղձվիր ուրեմն սերդե as այրվող մորենին բայց մի բիղձվիր ուրեմն ադիկա պետք է ընենք եւ հասկանանք որովհետեւ Քրիստոսի երկրորդ քալուստին հետ գաբունի ասիգա մեկ մասն է երբ որ գսեմ ավելի եւ ավելի ասանք բացահայտումներ գլային չթողի եւ միան չթողն չէ օրինակ փարոյականությունը այսօր ահրեդի վիճակի մեջ ենք փարոյականության անգումը մանավանդ երդասարտները եւ իմ գարձիկով եկեղեցին բավարար բաներ չներ գոր ասորած գամ ար գրդան սկային նյութ է ինչպես այսօր եւ ասիկա իմ գարձիկով այրվող մորենի է Եվրոպա գորսնցնե գոր իր culture իր մշակույթը իսլամներուն այսօր գբադայի գոր ասիկա նայեցեք ինչ կբադայի գոր Անգլիայի մեջ, Ֆրանսիայի մեջ, ուրիշ երկրներ, Միացյալ Նահանգներ, Նյու Յորքի վերջերս ընդրեցին քաղաքապետը համայնավար եւ իսլամ ուրեմն ասոնք այրվող մորենին ինչ կբադայի գոր ուր է քրիստոնյա որը քրիստոնյաությունը մեռած է Այսինքն սեթակ եղբայր ինչ որ հասկացա դու խոսացին մարգարեության մասին եթե ասես մեր Հայաստանի հայերեն լեզվով եթե փորձեմ իմ հասկացածը մեկնաբանել սա է որ մարգարեությունը իր մեջ պարունակում այս կարևոր կետը որ բացահայտումը հոգևոր չերևացող բաները մենք ֆիզիկականը տեսնում ենք եթե ֆիզիկական երևույթով փորձենք վերլուծել եւ ֆիզիկականը հոգեվոր երևույթով վերլուծել, որը մարգարեական, լրիվ տարբեր բաներ է տեղի ունենում։ Այսինքն լրիվ տարբեր իմաստակ ունեն։ Այո, շատ ճիշտ է, բայց չեմ ուզեր նվաստնել ամենամեծ քերբնական հրաշքը Երբ որ անցմը գնտունի Քրիստոս իբրև իր անձնական բրգիչը եւ իր յանքը կփոխվի եւ Սուրբ Հոգին իր սրտի մեջ կապրի, իր հոգի մեջ կապրի։ Միանշանակ, առանց դրա չի կարող լինել։ Չեմ ուզեր բացեցնել ատկեց։ Միանշանակ։ Ադիկա կամ փոխչանա, ադիկա հիմքն է։ Այո, հիմքն է, բայց բզդիգը պետք է մեծնա։ Գիտեք, բզդիգը միան գատ պետք է ուտի, պետք է սկսի միս ուտել։ Dolma ude. Այո։ Խորոված։ Այո, խորոված, այո։ Լավ։ Կարծեմ, եթե ուրիշ հարցումներ ունի սերբայր։ Սեթակ եղբայր շատ այսպես շատ կարևոր թեմա է եւ գուցե շատերին շատ չհետաքրքրեց այս թեման Գուցե շատերի մեջ այս թեման, եթե հոգևոր տեսանկյունով չփորձեց բացահայտել, վախեցնող թեմա լիներ, բայց իրականության մեջ նրանք ովքեր ճանաչում են ճշմարտությունը, միանգամից հասկանում են կամ ավելի են ձգտում, թույլ այսպես ասեմ, սա այսօրվա զրույցը, այսօրվա խոսք, ինչ որ Աստված քո միջոցով խոսեց, իմ գոնե համար, ինձ համար այս սա էր ավելի ճանաչեմ ճշմարտությունը, ավելի մերձենամ ճշմարտության հետ, որովհետև ես լսել եմ այսպիսի մի վիճակագրություն, մի քանի օր առաջ մեր եղբայրներից մեկն էլ որ այստեղ էր ասեց, որ երբ որ մեկին բանկ են ընդունում, բանկում աշխատող որպես նա կարողանա գտնի կեղծ դոլարը, նա պետք է շատ լավ շոշափի իրական դոլարը։ Իր մատները պետք է
Եվ նա պետք որքան որ շոշափի իրականը, նա ավելի շուտ կբացահայտի կեղծը։ Սա շատ կարևոր օրինակ է, այսինքն մենք որպեսի բացահայտենք կեղծը եւ դա պետք է բացահայտել։ Այ ինչի եմ ես ուզում որ դու շատ խոսաս սրա մասին։ Մենք պետք է բացահայտենք ուսումնասիրելով մեր շրջապատը, մեր շուրջը, աշխարհը, իրադարձությունները ուսումնասիրելը դա նշանակում է այսպես ցուցիչ է մի ձևով, ինդիկատոր է մեր մեջ, թե որքան ենք ճանաչում ճշմարտությունը եւ դրա արդյունքում բացահայտում ենք կեղծը։ Չգիտեմ, կարողացա արտահայտեմ թե չէ, ինձ համենայն դեպս մոտիվացրեց այսօրվա խոսքդ ավելի ճանաչել ճշմարտությունը։ Շնորհակալ եմ, Սեթրակ եղբայր։ Շատ սիրով։ Եթե մեկ բան գուզեի ավելցնել, շատ քերետիկ։ Սիրով ունենք ժամանակ դեռ։ Շատ բարձ գուզեմ ասել, որ չվախնանք։ 365 անգամ Աստծո խոսքի մեջ գսե մի վախնակ։ Մի վախնակ։ Մենք արդեն հաղթանակ ունենք Քրիստոսով։ Ուրեմն նյութեր, որոնք վախնանիկ կտվին եւ ասոնք սեմասայրովով մորինիներ ամեն իրարու հետ կապված են արհեստական բանականությունը ՉՏՕ-ի հետ, քաղաքնի գազագերբությունների հետ, ների կալուստի մասին, ասոնք ամեն իրարու հետ կապված են։ Դասնյակ նյութեր կա իրարու հետ կապված են եւ 4-րդ հադորի մեջ պիտի ավելի կապեմ։ Չվախնանք ովևէ նյութ եւ միշտ փնտրենք Ադոր հետ համապատասխան միշտ փնտրենք, որ մեր եկեղեցիներու մեջ, մեր անձերու մեջ արտնությունը լա։ Գիտեք, արտնությունները, պատմությունները փոխած են։ Փարոյականությունը ընկերության մեջ փոխած են։ Որ արտնությունը լա։ Փնտրենք այդ արտնության։ Եթե մենք ավանդաբաշտ լանք եւ բաշտենք абեր ավանդությունները, քան թե այդ գրագը, որ սուփոքին գուտա մեր եկեղեցիները հաղորդակցությունները պիտի մեռնին։ Ադոր համար միշտ վերածնունդ։ Գիտես, երբ որ ածուխի վրա գրակն է եւ ածուխը ցկես, վրա փոշի գլա եւ գմարի։ Պետք է հովես անտատար ածուխը որ գրագը փոցերը բարի։ Եվ վախնանք եւ այդ գրագը փնտրենք։ Առանց այդ երանտին փամը չենք կնարնել։ Ուրեմն փնտրենք եւ այրենք ինչ որ ավանդաբար չէ։ Գիտես Քրիստոսին թեմ ով եղավ։ Ով Քրիստոսի թեմ է։ Մաքսանենքներն էին, բորնիկներն էին, ցկնորսներն էին, ոչ ասոնք չէին որ Քրիստոսի թեմ։ Կրոնավորներն էին, ավանդաբաշտերն էին որ Քրիստոսի թեմ է։ Ուրեմն սկուշլա այդ հոգին գա Այդ ալայրով մորենի, այդ հոգին գա եւ երբեմն տապանցե հավատացյալներու եւ գեղեցիներու մեջ եւ ադիգա շատ վտանգավոր է։ Քրիստոսի մեր հավատքը Աստծո խոսքի վրա հիմնված ամեն բանի առաջ պետք է լա։ Ամեն։ Սեթրակ եղբայր, մի կարճ այսպես հարցի պես մի բան էլ եթե թույլ տաս այրվող մորենի շատ կրկնվում է եւ դեռ պետք է կրկնվի ձեր հետ ունեցած մեր եթերների ժամանակ մտքովս այսպեսի մի հատ գեղեցիկ մի խորհուրդ անցավ կուզեմ կիսվել Մովսես երբ որ կանգ առավ եւ տեսավ ինչպես դուք մեջբերում արեցիք Մորենին, որ այրվում էր, բայց չէր մարում եւ հասկացա, որ սա նորմալ չի, սա, այսինքն ֆիզիկական այսպես օրենքներին դեմ է։ Զարմացավ եւ մոտեցավ, որ ավելի ուսումնասիրի։ Այ կարծում ես, որ Աստված հատուկ նպատակ ուներ դրանով Մովսեսին հասկացնելու, որ այն գործը, ինչ որ ինքը պետք է անի, Տիրոջ օգնությամբ, դրա հոգևոր իմաստը հասկանա, գերբնական իմաստը հասկանա, այ ժողովրդին դուրս անելու պատճառը, ովքեր էին հրյաները, ինքը ով էր Քրիստոսի մեջ, այսինքն ով էր փարավոնը, ինչ էր կատարվում, ինչ պատմություն պետք է կերտվեր, ինչ պետք է լիներ, այս կարծես թե այդ այրվող մորենի մեջ ամբողջ պատմությունը հասկացավ Մովսեսը, ինչ պետք է լինի, պատճառը ինչն է, որ նա պետք է գնա այդ քայլի։ Ինչ կասեք սրա մասին։
այո, ճիշտ է։ Եվ գիտես, հրեշտակ կար այրվո մորենի մեջ, որ խոսեցավ իրեն։ Եվ ասված իր զորությունն ալ գծնեգոր։ Որ ինքը մեր գարձած օրենքներեն, ֆիզիկական օրենքներեն բարձր է եւ վեր է։ Գամ ուրիշ օրենքներ կան, որուն մենք գիտագից չենք։ Սա շատ ճիշտ է, բայց գուզեմ ասալ շեշտել, որ ասված իրեն տասմը գծորվեցներ որ։ Եվ գիտես ինչը սավ իրեն հոս սուրբ է։ Սանդալները տանի, կոշիկները տանի, հոս սուրբ է, Աստծո ներկայությունը կա, երբ որ Աստծո ներկայությունը կա, իր սրբությունը կա, շատ զորություն կա, հրաշքներ կան ադոր մեջ, մեր մտածելակերպով, մեր մոտեցումով հրաշքներ կան, անգարելին գարելի կդառնա, երբ որ Աստծո ներկայությունը կա, բայց մենք գիտես ինչ զորություն տված է Աստված, ամենը զարմանալի համարները մեկը գսե Սուրբ Հոգին մի մարեք, Սուրբ Հոգին մի մարեք, այդ զորությունը մեր մեջ կա, բայց նույն adեն Աստված մեզի ազատ գամքը տված է, որ երբեմն գրնանք մարել, ես իմ յանքիս մեջ երբ որ մեղք կգործեի, Սուրբ Հոգին գմարենք, այդ զորություն, այդ այրվող մորենի, այդ սրբությունը, անգարելին գարելի ընող հոներ եւ սրբություն կար, բայց այդ սրբությունը մեր մեջ կպնագի, բայց նույն adեն մեզի Աստված հրամանը գուդա, գթույլադրե, որ մարենք ադիգա, եւ շարակ կամ մեր յանքերու մեջ կմարենք ադիգա։ Մի բան էլ շատ հետաքրքիր մտքովս անցավ, Մովսեսը Փարավոնի տան մեջ էր մեծացել եւ նա գիտեր, որովհետեւ նրանք, այսպես ասած, արի մի խոսքով, մի բառով ասեմ, դիվապաշտ կամ հեթանոսներ էին, որոնք պաշտում էին իրենց պաշտամունքը դիվական պաշտամունք էր եւ ինքը գիտեր դրա զորությունը, հա? Որտեղ Փարավոնի տան գիտեր դիվական ուժերի զորությունը, նա լուրջ գիտեր, այդ ժամանակ մենք գիտենք, որ Եգիպտոսը զորություն ուներ եւ իշխանություն ուներ, նա ղեկավարող երկիր էր իր շրջապատի մեջ էլ եւ դիվական իմաստով։ Եվ այդտեղ հասկացավ, այդ այրվող մորենի մոտ հասկացավ, որ Աստծո զորությունը ավելի մեծ է եւ նա ավելին կարող անել, քան այն Եգիպտոսի Փարավոնի տան մեջ եղած զորությունը, շատ կարևոր բան է սա, եթե մենք սա չընկալենք, կվախենանք, Մովսես այնտեղ, Աստված այնտեղ Մովսեսի վախերը փարատեց, իր զորությունը ցույց տալով, պատրաստեց, շատ հետաքրքիր։ Եվ էդակրական չէ, որ Աստված գնաց Փարավոնին կողը եւ հրաշքները սկսավնել, այդ մոքերը որոշ չափով հաջողություն ունեցան։ Այո։ Որոշ չափով։ Այո։ Բայց իր գավազանը կերավ է տոցերին, որ նրանք էլ չէ։ Փառավորվի մեր Տերը, զորավոր է մեր Տերը։ Ամեն ինչ իր վերահսկողության տակ է։ Ամեն։ Սեթագեֆայ շնորհակալ ենք շատ, Տերը ձեզ շատ օրհնի, այս կարևոր թեմայի մասին զրուցելը իրոք մեզ համար քաջալերական եւ օրհնություն է։ Առաջինը, որ նորից բացահայտում ենք, որ Տերը մեզ ընտրել է եւ զորացրել է եւ քաջացրել է եւ դրել է այս աշխարհի մեջ, որպեսզի մի օր Հռոմեացիս 8-րդ գլխի մեջ ասում է, եւ ամբողջ աշխարհը ստեղծագործությունը սպասում Աստծո որդիների հայտնությանը։ Շատ բաներ կարող են հայտնվել, բայց Աստծո որդիները, որ հայտնվեն, փոխվելու է ամեն ինչ։ Շնորհակալ ենք։ Ամեն։ Շնորհակալ։ Ես ինքան քաջալերված եմ, հա, ուզում եմ խոսամ, բայց Սեթագեֆաջան, շնորհակալ ենք եւ անպայման նորից կմիանանք, դուք պատրաստվեք հաջորդ հանդիպմանը։ Գզարվածն է ինձ եղբայր, որ գրավիրես, որը շատեր չեն ուզել։ Նույնիսկ երբեմն գսեն ասնյութերու մասին մի խոսեք, գիտեմ որ խոսեմ ես։ Չէ, ես հակառակ դարձյալ գրավիրես ինձ։ Սիրով, Սեթագեֆ, եւ անկեղծ ասեմ, մեր դիտողները ոմանք նամակ էին գրում եւ ասում էին, Սեթագեֆը վաղուց չկա, ինչի՞ չէ սրա վիդում։ Եթերի մենք ուզում ենք լսենք, ավելի բացահայտենք։ Սեթագեֆ, եթե կոչ ունեք, սիրով եւ ձեր աղոթքով ավարտենք եթերը։ Շատ սիրով։
Եկնավոր հայր park կուդանք քեզի, park կուդանք քու զորությանդ, park կուդանք քու շնորհքիդ, որ բարգև մնե որուն արժանի չենք դերիմ։ Շնորհակալ եմ Աբրահամ եղբորս համար, գուզեմ իրեն համար աղոթել, որ քու ցերքդ իրեն վրա ալլա դերիմ, որ քու երեսդ իրեն վրա բայցարացնես, իրեն բահբանես իր զինք եւ իր ընտանիքը եւ իր այս ծառայությունը, որ գավադամ հազարներու գտպչի դերիմ։ Իր մե առաջ կնա բահբանե իրեն իմաստությունը դուր, ինչ տեսակ հյուրեր պետք է գանչե, ինչ տեսակ նյութեր արձարձե, եկնավոր հայր ոչ, ինչ առավելություն է քեզի ծառայել։ Ամեն։ Եվ ինչ պատասխանատվություն է քու դժմարությունները արտահայտելն։ Գաղութեմ որ եկնավոր հայր այս դժվար նյութերը որ շատ են ասայրվող մորենիները չվախնակ ոյ մեգադեն քերակույն հաղթանակ ունի Քրիստոսի իր զորությունը գաբրի հուսամ ամեն մեկ ունգընթիր ունի այդ փորձառությունը եւ ընդունած է Քրիստոս իբրև իր բրգիչը եւ Սուրբ Հոգին գաբրի իրեն սրդերում մեջ Ամեն։ գաղութեմ որ փնավ աղջ ունենանք եւ հավատարիմ լանք քեզի Ամեն։ հավատարիմ լանք քո խոսքի եւ երդենք այրվող մարիններ այս բոլորը քու պարկիտ համար դերեմ շուտ եկորտեր Իսուս քու պարկիտ համար Ամեն։ 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 Պարկեստեր Սեդրակ եղբայր, շնորհակալություն, Տեր օրհնի ձեզ շատ, սիրում ենք ձեզ եւ անպայման նորից հանդիպելու հույսով ձեզ ասում ենք ցտեսություն եւ բարի գիշեր։ Որքան նկատում եմ ձեր պատոհանից դուրս երևում է որ մութ է, արդեն գիշեր է եւ շատ մութ։ Տեր օրհնի ձեզ շատ, բոլորին բարևներ Սեդրակ եղբայր։ Միշտ նոր հանդիպում։ Օրհնված եւ հաջողված եղեք։ Դերո շնորհակալ եմ եղբայր։ Պարտիրոջը։ Սելի բարեկամներ, այսպեսին էր մեր եթերը, առաջ Աստված կհանդիպենք երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին։ Ձեզ բարի շաբաթ եւ կիրակի։ Տեր օրհնի ձեզ, Մարանաթա, Տերը շուտով գալու է։